Այսօր խոսելու ենք ատոմակայանի մասին։ Արդեն երկար ժամանակ է, որ ես խոսում եմ Հայաստանում գործող մեր ամենակարևոր ինստիտուտի, ամենառազմավարական օբյեկտի մասին, որը մեր բոլորի պաշտպանության կարիքը ունի։ Ինչու, որովհետև Թուրքիան եւ Ադրբեջանը երկար տարիներ տենչում են, պայքարում են, լոբինգ են անում աշխարհի բոլոր ինստիտուտներում, բոլոր քաղաքական, տնտեսական, էներգետիկ հարթակներում, որ Հայաստանի Հանրապետությունում գործում է մի շատ վտանգավոր ատոմակայան եւ այն անհրաժեշտ է փակել։ Վերջին տարիներին այդ ճնշումները բնականաբար ավելի են ուժ գնացել, որովհետեւ Հայաստանը դարձել է մի ավելի շուտ թույլ խոցելի երկիր տարածաշրջանում եւ մենք էլ ունենք իշխանություններ, որոնք որ ըստ էության չեն կռիվ տալիս մեր ազգային շահերի համար, կռիվ չեն տալիս եւ այդ պայքարում մենք այլևս, եթե իշխանությունը մնում է, այդ պայքարում մենք այլևս պարտվելու ենք եւ պարտված ենք։ Ես այս արձանագրումն այսօր անում եմ, ինչու, որովհետեւ ատոմակայանը փակելու սոուսը, ատոմակայանը փակելու այդ գեղեցիկ ասես մի տեքստա, չէ՞ պետք է ատոմակայանը չենք փակում, մենք դա հաղթում ենք, մենք կրում ենք ատոմակայանը, կամ օրինակ չգիտեմ, ինչ է, էլի ասենք, մենք չենք կորցրել Արցախը, մենք գտել ենք Հայաստանը, մենք չենք փակում ատոմակայանը, մենք չգիտեմ, այդտեղ տեքստ պետք է մտածենք, բայց այդ տեքստը արդեն մտածել է, տեքստը հետեւյալն է, մենք ստեղծում ենք մոդուլային ատոմակայան։ Հիմա մոդուլային ատոմակայանի մասին փաստորեն մենք ունենք լուրեր, խնդրեմ։ Որոշել ենք, որ ատոմականի տիպը պիտի լինի մոդուլային։ Ինչու կառավարությունն ի վերջո որոշեց, որ Հայաստանում պետք է կառուցի հենց փոքր մոդուլային միջուկային ռեակտոր եւ ոչ թե ջերմաջրային էներգետիկ ռեակտոր, որը տասնամյակներով օգտագործվում է Մեծամորի ատոմակայանում եւ ներկայումս էլ շահագործվում։ Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդատյանն այսօր Ազատության զրույցում պարզաբանեց, ընտրել են մոդուլայինը, որպեսզի լրացուցիչ ճկունություն ապահովեն Հայաստանի էներգետիկ համակարգում։ Որովհետև մասնավորապես արևային էներգիայի արտադրության ծավալների աճով պայմանավորված հաճախ կարիք լինում մեր հիմնական հզորությունները, այդ թվում նաև ատոմականի արտադրողականությունը իջացնել, այսինքն փոխել օրվա ընթացքում, եւ մոդուլները մեզ այդ հնարավորությունը ավելի ճկուն են տալիս։ Մասնագետները սակայն պնդում են, մոդուլային ատոմակայան կառուցելու Հայաստանի կառավարության ընտրությունը վաղաժամ եւ խիստ ռիսկային է, եւ այդ որոշումը պետք է վերանայվի։ Էներգետիկայի գծով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանն Ազատության զրույցում նշում է, որ գլխավոր խնդիրն այն է, որ այս պահին լիցենզավորված եւ աշխատող մոդուլային ռեակտորներ աշխարհում չկան։ Մինչեւ 300 մեգավատ։ Մենք սա կտեղադրենք բնականաբար այս եթերում, ես ուզում եմ քաղաքական մասին անդրադառնամ։ Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդատյանը պնդում է, որ մոդուլայինը այդպես կարևոր է արևային էներգիան, չգիտեմ ինչ, մեզ ավելի ճկուն է պետք, մասնավորապես բառեր են օգտագործում։ Ժողովուրդ ջան, Հայաստանը որ ունի ատոմակայան, մենք ՄԱԳԱՏԵ-ի կողմից ճանաչված հսկվող պետություն ենք եւ նստում ենք ՄԱԳԱՏԵ-ի այն երկրների շարքում, որոնք ունեն ատոմակայան, բայց ատոմակայան ունի Հայաստանը, ատոմակայան։ Եվ ատոմակայանը մեզ տալիս է էներգետիկ անկախություն, էներգետիկ ինքնիշխանություն եւ էներգետիկ անվտանգություն։ Մենք այսօր էներգիա արտահանող, արտադրող երկիր ենք։ Բայց ինչ են ուզում անել մեր ճշտամիները։ Մեր ճշտամիներն ուզում են, որ մենք փակենք մեր ատոմակայանը, մեր այդ ռազմավարական կարևոր օբյեկտը, բայց դրա համար սոուս է պետք։ Այդ սոուսը բերել են որպես մոդուլային ատոմակայան։ Աշխարհում մոդուլային ատոմակայան գործող չկա։ Աշխարհում դա փորձարկումների մեջ է տենց բան, հա կան մոդուլային ատոմականներ, օրինակ ատոմային սուզանավերի վրա, որոնց ես երկար տարիներ ուսումնասիրում եմ։ Ինչու սիրում եմ սուզանավեր, ուսումնասիրում եմ։ Դա իմ հոբին է, բայց սուզանավի ատոմակայանը, սուզանավի վրայի բանը, ռեակտորը բերելն էլ ու դա ասել, որ ժողովուրդ ջան, արդեն մենք ունենք, այս մեկը փակում ենք, մենք ունենք բան, լավ ատոմական, դա խայտարակություն է։ Չի կարելի նման բան անել, ունի բազմաթիվ վտանգներ, որի մասին խոսում աստեղ ես փորձագետ ես չեմ խոսում, էլի ես դրա մասնագետը չեմ, ես քաղաքական իմաստով գիտեմ, որ մեր ատոմակայանը թշնամիներ ուզում են փակեն, իսկ մեր իշխանությունները մեր թշնամիների ուզած բաները անում են։ Էսա պրոբլեմ։ Փոքր հզորությամբ այս ռեակտորների օգտագործումը էլեկտրաէներգետիկայում ապացուցված չէ։ Ավելին կիրառումից մի քանի տարի անց դրանք պետք է վերալիցքավորվեն, ինչը շատ բարդ է եւ կարող է ամիսներ տևել։ Փոքր մոդուլային կայանները հիմնականում տեղակայվում են նավատորմում, ատոմային ավիակիրների եւ սառցահատների վրա։ Այժմ ըստ ՄԱԿ-ի փորձագետի լողացող փոքր մոդուլային ատոմակայան կա Ռուսաստանում, որը տեղակայված է Լոմոնոսով նավի վրա եւ իրականացնում է այդ երկրի ամենահեռավոր վայրերի էլեկտրամատակարարումը։ Անցած տարի մի փորձնական կայան էլ թողարկվել է Չինաստանում, այսինքն ըստ Մարջանյանի աշխարհում մոդուլային ատոմակայանների կառուցման փորձի խիստ պակաս կա։ Մասնագիտական տեսանկյունից այն բավարարվում է։ Սա ես չեմ ժողով։ Եվ ունի լուրջ տևություններ։ Մասնագետ։ Չասեն այդ մոմն։ Ինչ կարող է լինել, այսինքն արտանետումներ կարող են լինել լիցքավորման ընթացքում։ Ինչ ասես, այդ տեխնոլոգիան փորձարկված
չէ իրական շահագործման պայմաններ։ Ատոմային էներգետիկայի ոլորտում օգտագործում են տեխնոլոգիաներ, որոնք ունեն տասնամյակների հուսալի եւ անվտանգ շահագործման փորձառություն։ Իսկ չփորձված տեխնոլոգիաների օգտագործումը, որոնց ոչ տնտեսական Այսինքն ինչ են ուզում անեն մեր իշխանությունները։ Ինչա թե ատոմակայանը, որը Ռուսաստանի կողմից է սնուցվում, փակեն, չէ՞, որովհետև տենց են ուզում։ Արևմուտքը տենց է ուզում, Թուրքիան տենց է ուզում, Ադրբեջան տենց է ուզում։ Ասում են ախպեր մենք կդնենք մոդուլային։ Եղբայր մասնագետներն ասում են, ահա չկա մոդուլային 1, փորձարկում են 2, 1000-ում մի վտանգ ունի այդ մոդուլայինը 3։ Խի եք ուզում ախպեր փակեք այդ ատոմակայանը։ Կարակ բացատրեք։ Խի եք ընկել մեր ազգային ռազմավարական ինստիտուտների հետևից, խի եք քանդում Հայաստանի Հանրապետությունը։ Վերջապես Հայաստանի Հանրապետությունը ինչից է բաղկացած։ Ինչ որ ռազմավարական բաներ չէ, դրանք չկա Հայաստանի Հանրապետություն, ինչ ամենալու է Հայաստանի Հանրապետությունից։ Եվ ուզում եմ ձեզ զրույցներ հրավիրել, Հայաստանի միակ քաղաքական ուժը, որ այս թեմով խոսում է, դա մեր կուսակցությունն է, ես եմ, մեր անդամներն են, եւ ես եւ պարոն Կարպիս Փաշոյանը մեր ոդկասթում մի շատ հետաքրքիր հաղորդում ունենք, մենք կտեղադրենք սրա տակ, որ դա նայեք, ամիսներ առաջ։ Դեռ այս խոսակցությունները չկային, մենք ասում էինք, որ գնում են ատոմականը փակելու։ Հիմա այսինքն ի՞նչ է, ամեն կեղտոտ բան, ամեն զիջվող բան, ամեն հակազգային, հակապետական բան, մեր ազգային պետական շահերին հակասող բան, որ արվում է Հայաստանում, դա արվում է մի հատ գեղեցիկ սոուսով։ Մենք չենք տվել Տավուշի մարզում մեր վերահսկողության տակ հողեր, մենք ստացել ենք պատ եւ այդտեղ կարող ենք գնալ պատի մոտ եւ կանգնել պատի մոտ նկարվել։ Ահա, պատ, դուք ստացել եք պատ։ Հիմա ատոմակայանը փակելու են, ասեն Ժորժան վտանգավոր է ատոմակայանը, բան մենք փակեցինք, բան պրոբլեմներ կար, ուտեղ մենք կունենանք ինչ մոդուլային ատոմակայան, որ կարող է լինի, կարող է չլինի, ռեակտորը կլինի, չի լինի, չգիտենք, փորձարկում ենք կնայենք, վերջնահաշվարկում եք ինչ ալնելու։ Այս ատոմակայանը փակելու են ու նորը չի ստեղծվելու։ Այս process-ը սա մասին է։ Սրա մասին է ժողովուրդ ջան։ Այս ռազմավարական կարևոր ֆունդամենտալ հարցերի վերաբերյալ խոսացող չկա։ Միայն մենք ենք խոսում։ Այս նյութը ունի 2000 դիտում, 2000 դիտում ինչ որ սպասի։ Ժողովուրդը չի 1182 դիտում ունի։ Ժողովուրդը չի իմանում ինչա կատարվում, ես ինչ են անում իրար հետ ամեն օրվա ռեժիմով։ Ես ստիպված եմ տարբեր հարթակներում ես հարցերը բարձրացնեմ։ Այն օրը Շանթի եթերում էլ ասի։ Ասում ես ինչ եք դուք, ինչ այլ ընտրանք եք դուք առաջարկում։ Որտեղ դուք ասում քննադատում եք, ինչ այլ ընտրանքներ եք դուք ասում եղբայրս իլը կա թեմա, փակել Հայաստանի ատոմակայանը։ Հայ ժողովրդին զրկել էներգետիկ անվտանգություն, ահա։ Ասում մենք ասում դուք ինչ եք առաջարկում։ Մենք առաջարկում չփակել ատոմակայանը։ Չփակել ատոմակայան, հասկանում ես, ասում են, օրինակ տրիպին, էլի, տրիպը եղավ, դե տրիպը եղել է արդեն, հա, տրիպը տվել է դա։ Դուք ինչ եք, դուք ոնց եք առաջարկում այդ ճանապարհը, ոնց պետք է տայինք մենք։ Ում պետք է տանկ, էլի, ում պետք է, ասում եղբայր, եթե չկա Ղարաբաղը, լսի, Ղարաբաղը չկա։ Չպետք է տայինք։ Ուզում են ճամփեքը բացեն, թող սա ճամփեքը բացեն։ Ինչու՞ հեքիաթ եք ինձ պատմում օրը։ Ոնց կա ասենք մենք որոշենք մեր երկրի տարածքում Տրամպի անվան բան ստեղծենք, չգիտեմ, ասենք, մի դպրոց անվանակոչենք Տրամպի անվան, չէ, Տրամպը ներդրում անի այդ դպրոցում։ Ամերիկան։ Ու բայց Ալիևը այդ թղթերը ստորագրի, Ալիևը դառնա դրա փայատը։ Տես բան տեսել եք։ Ասեմ մատեից հասկանում եք, որ սա միջանցք է։ Բայց դուք ինչ եք ասում, պարոն Մարուկյան։ Դուք չեք ուզում մեր լավը, բան, ասես։ Ես ուզում եմ որ չեք սկանում, ինչ է կատարվում։ Էսա, հիմա կասեն ախպեր մի ներվայնանա, մի նյարդայնանա, ախր ներվայնանեմ, ախր մի ներվա, ժողովրդյան կործան վարյա գնում սա, ոնց կայլա չներվայնանալ։ Եվ ուզում եմ վերջում, ռուսերեն ասած վդաբավկու, ուրեմն լսեք, ժողովուրդ ջան, ինչ է տեղի ունենում, Թուրքիան, սիրելիներ, Թուրքիան, կառուցում է շատ հզոր ատոմակայան, ատոմոդուլային չէ, ատոմակայան, Ռուսաստանի միջոցով, Ռուսաստանը Թուրքիայում կառուցում է շատ հզոր ատոմակայան։ Նույն բանը մեզ են առաջարկում, ես 10 քանի տարի չեն անում, խանգարում են, չեն թողում անում։ Չէ, չի լինի, մենք ուզում ենք ուրիշ բան։ Մենք ուզում ենք քանդենք սա ինչ կա։ Եվ եթե սա հակառուսականության թեման է, ժողովուրդ էլի առնելու ենք ռուսական ատոմակայանից ստեղծած էներգիան, ուղղակի Թուրքիայից եք առնելու։ Թուրքիայի սպառողն եք դուք դառնալու։ Մենք Հայաստանը, մենք թուրքական գնալ ենք ընդդեից առնենք։ Այն որ ասում եմ, էներգետիկ ցանցերը պետք է մեր Ադրբեջանի էներգետիկ ցանցերը անպայման պետք է միանան իրար, վաչապետ ազգային ժողովը հայտարարել։ Անպայման պետք է միանան իրար, մարդիկ ցած փորձագետները խոսում են։ Ես էներգետիկայի մասնագետ չեմ, ասում եմ, դե Ադրբեջանը ունի էներգետիկայի ավելցուկ,
Հայաստանն ունի էներգետիկայի ավելցուկ։ Միացնում են ինչ անեն, ինչ պետք է անեն։ Այս ժողովուրդ ջան, այդ միջանցքով պետքա հիմա բան ասնի, Էժան Ադրբեջանի էներգիան պետք է անցնի Նախիջևան, հա, որպեսզի այդ անեն հիմա այդ սոուսը դա մենք միացնում ենք մեր ցանցերը։ Մեկ արսնի ինչ եք միացնում։ Արա անկեղծ ասեք, որ տվել եք միջանցք, որով պետք է անցնի էներգետիկան, այլ կաբելներ, նավթ, իրանց տրանսպորտը, բան ու դուք դրա դիմաց մենակ ստացել եք նկարներ ու վերընտրվելու հնարավորություն այդքան բան։ Ճիշտը պատմեք մարդկանց, ասեք, էսա մեր ազգային պետական շահերը տվել ենք, հանձնել ենք սաղին, եկեք ստե ծափ ենք տալի, ուրախանում ենք, պարում ենք, դու դառնիկ ենք խփեմ, դուք հետեզ նայեք ժողովուրդ։ Ինձ էլ Եվրոպայում եվրոպական գործիչներն ասեն Իրանի այդ սահմանը ոնց որ կտրիկ էլի տվիկ ուրիշներին, եթե դուք չեք կոնտրոլ չեք անում, չեք անում դա։ Էսա։ Սա է ժողովուրդ ջան իրավիճակը։ Դրա համար հիմա կասեք, բա ինչ է առաջարկում։ Ես առաջարկում եմ այս ընտրությունների միջոցով կանգնեցնել այս process-ը եւ դա հնարավոր է անել մեզ աջակցելով, որովհետեւ միայն մենք ենք այս ազգային հարցերը բարձրացնում, միայն մենք ենք այս ռազմավարական հարցերը բարձրացնում, որ գնաք ընտրական տեղամաս քվեարկեք մեր օգտին, ինչ ֆորմատով էլ որ մենք կմասնակցենք, մենք կարողանանք այս process-ը կանգնեցնել։ Դու ասում ես, դուք ի՞նչ եք առաջարկում։ Ես առաջարկում եմ չքանդել այս երկիրը։ Ես դա եմ առաջարկում։ Եվ ես քանդման process-ը առաջարկում եմ մենք բոլորով, ասես թիմով կանգնացնենք։ Բոլոր նրանք, ովքեր նաև կմիանան այդ process-ին եւ կլինենք մենք բոլորով միասին Հայաստանի արհավիրքը կանգնեցնելու։ Որտեղ ես Հայաստանը ազգային պետություն է, եվրոպական ազգային մոդելի պետություն է եւ այն հիմա քանդում են։ Ես դուրս եմ եկել ի պաշտպանություն Հայաստանի ազգային եվրոպական մոդելի պետությունը պաշտպանելու։ Ով մեր հետ է, խնդրում եմ կապ տվեք, միացեք, տարածեք այս տեսանյութը եւ պատրաստվեք առաջիկա մրցակցությանն ու քաղաքական իմաստով պատերազմին։ Լավ մնացեք։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։